մեր առաջարկված երկաթուղին հիմա ձեր էկրանինն է։ Սա մշակված ծրագիր է։ 2016 թվականին չինական լուրջ մի ընկերություն բոլոր հաշվարկները արել է եւ 3 հնարավոր մարշրուտից ընտրվել է հենց այս հաշվարկը։ Սա եթե իրագործվում է, մենք սկսում ենք այդ երկաթուղին կառուցել Գագարինից, այսինքն Գագարին, ես հիմա անպայման ուզում եմ այդ բնակավայրերը եւ կայարանները ասել, որովհետեւ մոտավորապես 160,000 բնակչություն դրանից շատ լուրջ բան է ստանալու, օգուտներ է ստանալու, այլ չեմ ասում, որ ամբողջ ժողովուրդը շատ մեծ օգուտներ կստանա։ Դա Գագարինն է, Նորաշեն, Հայրավանք, Գավառ, Գեղարքունիք, Վարդաձոր, Մարտունի, Նշխարք, Քարագլուխ, Եղեգիս, Վարդաձոր, Մարտունի, Հերմոն, Կարմրաշեն, Գեդեվազ, Սարավան, Գորայք, Ծղուկ, Շաքի, Սիսիան, Դարբաս, Տաթև, Վանեկ, Կապան, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Մեղրի եւ Ագարակ։ Բնականաբար մենք նաեւ տեսնում ենք, որ այս ծրագիրը սրանով չպետք է ավարտվի, նաեւ Ագարակից պետք է կապ ստեղծի կամ Թավրիզի կամ Ջուլֆայի հետ, բանի Իրանի տարածքով, որը արդեն կկապի Հայաստանը երկաթուղային ուղով Իրանի հետ։ Եթե սա իրականացվում է, մենք ստեղծում ենք Հայաստանի համար լրիվ նոր իրավիճակ, որովհետև առաջին անգամ վերջապես Հայաստանը ինքը իր հետ կկապվի Հայաստանի տարածքով։ Այսինքն մենք Զանգեզուրի, Սյունիքի հետ, Մեղրի հետ կապը կունենանք արդեն երկաթուղիով լրիվ մեր տարածքով։ Սա կապահովի գործարար աշխուժություն եւ այս առանցքի շուրջ եւ որովհետեւ այս ծրագիրը ունի նաեւ բավականին լուրջ պոտենցիալ դառնալու համաշխարհային տրանզիտային ուղի։ Հիմա ես մեծ քարտեզը ցույց եմ տալիս, սա իրականացնելու դեպքում մենք Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը, Պարսից ծոցի հետ, Հնդկական օվկիանոսի հետ եւ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։ Էլ չեմ ասում, որ եթե Ինգուշետիայի վրայով իրականացվի Ռուսաստանին Վրաստանի հետ կապվող երկաթուղու կառուցումը, սա արդեն կդառնա ուղիղ կապ նաև Ռուսաստանի հետ։ Ընդ որում կապ, որը բացարձակապես անկախ է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Այսինքն սա կարևորագույն մի պրոյեկտ է, որը մի կողմից լուծում է մեր անվտանգության հարցերը, մյուս կողմից ապահովում է մեր անկախությունը Ադրբեջանից ու Թուրքիայից եւ ի վերջո Հայաստանը դարձնում է տրանզիտային լրջագույն հաբ։ Արտաքին քաղաքականության նոր մոդել ենք առաջարկելու, որը sense մի քիչ մի հատ փոքր պատմական ռեսուրս անեմ, այն քարտեզը, որ դուք հիմա տեսնում եք, սա հայտնի համաշխարհային հայկական առևտրական ցանցի բանն է, աշխարհագրությունն է, որը ցույց է տալիս, որ հայերը ժամանակին կարողացել են լինել կապավորը արևելքի եւ արևմուտքի միջեւ։ Դուք ստեղ տեսնում եք, որ միջեւ Ճապոնիա, Չինաստան նրանք գնում էին, իսկ կապում էին այդ ժողովուրդներին անգամ Եվրոպայի հյուսիսային երկրների հետ։ Սա մոռացված մի դերակատարություն է, որը մենք անպայման պետք է վերականգնենք։ Մենք աշխարհին ասելու ենք հետևյալը. մենք ոչ մեկի սատելիտը չենք, մենք չենք թույլ տալու, որ արևմուտքը եւ Ռուսաստանը կռվեն Հայաստանի տարածքում, դա բացառվելու է։ Մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք կռվադաշտ չենք, այլ մենք ինքնիշխան պետություն ենք։ Եվ սա դառնալու է մեր արտաքին հարաբերությունների նոր մոդելը։ Այստեղ մի հետաքրքիր առաջարկ ունենք, որ
ընդունենք բարեկամ երկրների մասին օրենսդրություն, որի իմաստը հետևյալն է լինելու։ Այն երկրները, որոնք մեր պետական մարմինների եզրակացությամբ չունեն թշնամական, չարամիտ պլաններ, ժողովրդագրական վիճակը փոխելու, Հայաստանի պետականությանը վնաս տալու եւ այլն, այդ երկրներին մենք կշնորհենք այսպես կոչված բարեկամ երկրների կարգավիճակ, բացելով դռները իրենց առաջ, արտոնություններ ստեղծելով միգրացիոն եւ ներդրումային քաղաքականության առումով։